Դուք այսօր ինչ մտահոգիչ խնդիրներ ունեք Հայաստանում։ Նայրիտի աշխատակիցներն են գնում են կառավարություն բողոքի այր։ Երթուղային տրանսպորտի վիճակը անտանելի է։ Առավոտյան երեկոյան ժամերի։ Անավանդ 41 համարը կախված 41-ով գնում աշխատանքի 41-ով կախված գալիս է, իսկ օրենք չկա։ Այդ դրա համար էլ ժողովուրդը այս վիճակի մեջ է։ Ձեզ այսօր ինչ խնդիրներ են մտահոգում Հայաստանում։ Ոչ մի, ես այսօր մեկնում եմ։ Ամենադաժան խնդիրն է մեր ժողովրդի, մեկ էլ մեր կառավարության համար, որ մտածել այդ մասին, որ հայ իրավունք չունի աղբար կղից հաց հանի ուտի կամ բոմժի նման հարբեցող դարձած ընկնի քուչեկը։ Ցանկացման խնդիրներն է հիմնականում եւ դոլարի բարձրացման արժեքը, ռուսականի արժեզրկումը, որտեվ ես Ռուսաստանի հույսով եմ ապրում այստեղ։ Օրինակ հեսա 22 ամիս գործ եմ անկալու չեմ գտնում, բայց ոնց ապրեմ, ոչ թոշակ եմ ստանում, ոչ նպաստ եմ ստանում։ Դի քանդվի ազուժան։ Երգիրը երգիշի։ Ղեկավարությունից բռնեն, միջև առավոտ, միջև իրիկուն քանդեն, թրթեն թափեն։ Մենք մաքուր հագնված փողոցում քայլող բոմժեր ենք դառել։ Միայն դիտում ենք ինչ կա։ Իսկ Հովիկ Աբրահամյանը ասում է գոտիները մի քիչ ձգեք, իսկ ինքն էլ 4 կետ թուլացրել է։ Բա ո՞նց անենք։ Աշխատանք չկա, հենց ինքը ես մեկը աշխատանք չունեմ։ Հիմա ոչ ոք չի վերցնում աշխատանքի 30 տարեկանից բարձր աշխատանք չկա։ Աշխատանք չկա, ամեն ինչը թանկ է, անհամապատասխան թանկ է, ոչ թե մենք անշնորհք ենք։ Այնքան շատ է, որ մեկը թվեմ, չգիտեմ։ Լավ չենք ապրում առաջին 1, երկրորդ տառապում ենք։ Ինչ խնդիր չենք կարող ապրենք։ Օպերացիա ունեմ անելու, այս 5 տարի չեմ կարող անեմ, գները շատ ցարցապելի թանկ են։ Գնաճնա որ արագ զարգանում է, մարդիկ չեն հասցնում գնել այս նոր տարվա շեմին։ Մի քիչ մաչելի գտնով հիպոթեքային վարկեր, մաչելի տոկոսներով եւ նմանատիպ այլ հարցեր։ Ունեմ 2 երիտասարդներ, որոնք չեն կարողանում այսօրվա դրությամբ պահել իրենց ընտանիքները։ Դա է մտահոգում, թանկությունը։ Այսօր անկանխատեսելի է, ոչ մեկ չգիտի մի ժամ հետո հաց կուտի թե չի ուտի, հացի խնդիր է երկրում, շատ եմ ուզում, որ եթե կան վերևներում, որ շատ լավ կյանքով ապրում են, գոնե նույն ձևի կյանք ապահովեն մեր մարդկանց համար, մարդիկ տանջվում են այսօր ապրելու համար, մի անգամ ենք աշխարհ եկել, ուզում ենք, որ նորմալ մարդավայել ապրենք։ Քուրիկս օրինակ դպրոց է գնում, 11-րդ դասարանում է, ու ես ականատես եմ, որ դպրոցում ուղղակի դաս չեն անում։ Դաս չի արվում, բացարձակ ու ուսուցչուհին գիտի, որ 11-րդ դասարանի երեխան դպրոցում դաս չի անում, որովհետև դասից հետո մասնավոր մեծ գումարներ է վճարում, որպեսզի սովորի։ Ինձ մտահոգում է մեր քաղաքի, որ մաքուր չի մեր քաղաքը, որ աղբանոց է ամեն շենքի դեմը։ Պարտեզների առաջի հերթին նաև խնդիրն է, որովհետև թեկուզ հերթագրում են երեխաներին, բայց հերթը չի հասնում։ Կամ ընդունելություն չի լինում, կոնկրետ մենք 2 տեղ հերթագրվել ենք, ոչ մի տեղ չենք կարողացել երեխային ուղարկենք մանկապարտեզ։ Ավատների հարցը, որ պետքա փոխհատուցեն, լուրջ խնդիր է, եւ ես հասկացա, որ դա երբևիցե իմ հերթը չի հասնի։ Հիմա մարում են, եթե չգիտեմ 23 թվի, ոնց կարելի է տարիներով մարդկանց ավատները սառեցնել։ Կոռուպցիան ցալանը էս ամեն մարդ ազգային ժողովը իրենց գրբանի մասին է մտածում, իրենց հաշվին օրենքներ հնարում։ Դեղերը բարձրացրել են, դեղատները, ես դեղով եմ ապրում, անառողջ կին եմ, բայց շատ վատ է վիճակը, շատ վատ։ Ելք չունենք, տառապում ենք ու պետք է տառապենք իրանց ձեռքին։ Այդ մի քանի իշխանավորներ, որոնք միլիարդները դրել են իրենց տակը, չեն վայելելու։ Եղավ աղջիկս, ես խնդրում եմ անպայման կգրեք։ Ես համալսարանում եմ սովորում եւ վերջացնում չգիտեմ որտեղ պետք է աշխատեմ, կոնկրետ որ պետությունը չի ապահովում, օրինակ մենք վճարում ենք այդ ամեն ինչ համար եւ իրանք չեն ապահովում կոնկրետ, ասենք ինչ որտեղ աշխատենք, եթե ապահովում են նվազագույն աշխատավարձով, որ ընդհանրապես չեն կարող ապրել դրանով։ Որ մեկն ասեմ, աղջիկ ջան, բոլորն էլ մտահոգում են։ Նախ արտագաղթը շատ է մեկ, ինձ ոչ չեք ցույց տալու հայտարարել եմ։ Այդ մեկ Սոցիալական վիճակը ժողովրդի շատ վատ է,
Օրեօր գները բարձրանում է, բայց ոչ աշխատավարձ է բարձրանում, ոչ թոշակա բարձրանում։ Ամեն քայլի բախվում եմ անարդարության, թե երևի աշխատանքի ընդունվելու հարցում, թե թեկուզ համալսարանում կամ առհասարակ, իրոք կա անարդարություն։